մեր հայրենիքով, Արցախով, Շուշիով և Սփյուռքով։ Շնորհավոր Շուշիի ազատագրման 25-րդ ամյակը։ Ապրիլյան պատերազմի մասնակից զինվոր Տիգրան Քևորքյանը հուզիչ փառաստեղծությունը նվիրած է իր զոհված հերոս ընկերներին։ Նորից գրիվ էր մեր Ղարաբաղում, նորից թուրքը մեզ հանգիստ չէր թողնում, քիշերով թաքուն թիրք էր քրավել, մեր առույցներին մորթել, գլխադել, վեր ելակ քնից, հագակ զրահ զենք, ծեր հոգուն մադաղ, հետախույս տղերք, նայեցիք մահին, ժպտացիք անվախ, ժամն էր փրկելու երկիրը Արցախ։ Թշնամին շատ է, թիվով արավել, հաղթելու համար պիտի մինչ մահ գրվել։ Այսպես կատարվեց անսպասելին, 20 հոգին չարթեց 150-ին, անհաղթ է ոգին ուրբոց է վարվում, քանակն անզոր է և ցիրկն է գրվում։ Շուշի ազատագրման ընթացքում հայկական ուժերը տվեցին 58 զոհ։ Սրանք այն տղաներն էին, որոնք մայիսի 7-ի երեկոյան շարք էին կանգնել 400 հոգի մարդ, որոնք պատրաստվում էին արշավելու դեպի Շուշի և այդ 400-ից բոլորը այդ շարքում կանգնած մարդիկ, որոնց հրամաններ էին տրվում, այդ 400-ից յուրաքանչյուրը պատրաստ էր գնալու մահվան։ Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես, դրոշիտ ոցը պիտի հուր հրա, չեմ ուզում կորալ իմ սիրո մասին, սակայն իմացիր, հայրենիք իմ մեծ, քեզ 100 տեղով խոցեց թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց, ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք, և մոմի նման, ճամփեքիդ վրա, քո փառքի համար թե մի օր վարվեմ, մոխրաբից անգամ ինձնից չի մնա։